Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է այսօր տաղավարում իմ հյուրն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Պարոն Մերաբյան, եթե այսպես ասենք, պատերազմ թե խաղաղություն ու այս եզրույթը Հայաստանի համար, մեզ բոլորիս համար, թե արտաքին ճակատում, թե ներքին, ի վերջո մեզ ուր է հասցնելու։ Այս հարցը ամենաբարձր մակարդակով անկախ Հայաստանում հենց այդ վերնագրով դրվել է 97 թվականին, երբ հենց այդպիսի վերնագրով հոդված հրապարակեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ դա իր մեջ ինչ-որ երկընտրանք է պարունակում, բայց նաև տրվեց հստակ պատասխանը, որ այո, խաղաղությունը ոչ միայն ուղղակի լավ է, այլև շահեկան եւ ուղղակի այստեղ այլ ընտրանք չկա դրան։ Եվ ընդհանրապես որևէ բանական մարդ այլ կերպ չի պատկերացնի լինի դա խաղաղություն ներսում թե խաղաղություն դրսում։ Որովհետեւ եթե չկա խաղաղություն, բոլորս վտանգի տակ ենք։ Հետևաբար հաշվի առնելով այն, որ բոլոր դեպքերում էլ պատերազմը միշտ ուղեկցում է մարդկության պատմությանը, այդ ընթացքին, այնուամենայնիվ, այո, մեր մտորումները պետք է լինեն ուղղված նրան, որ խաղաղությունն այնուամենայնիվ հաստատվի, թե ներսում, թե դրսում, եւ լինի հնարավորինս տևական։ Այստեղ ես կարծում եմ որևէ նոր բան չասացի եւ հավակնություն էլ չունեմ, որ իմ ասածում ինչ որ նոր բան կա կամ կարող է լինել, որովհետեւ խոսք է գնում շատ պարզ եւ բնական բաների մասին։ Իսկ եթե օպոնենտները, խաղաղության կողմնակիցների օպոնենտները ասում են, որ խաղաղությունը դա նշանակում է, դա ենթադրում է հաշտվել պարտության հետ, հաշտվել կորցրածի հետ։ Իսկ ինչ են իրենք առաջարկում։ Այ հենց այդտեղ է շանգլուխը թաղված։ Այսինքն այնպես չէ, որ նրանք ասում են, չէ, մենք դեմ ենք խաղաղությանը, մենք կողմ ենք պատերազմին։ Նրանք ասում են, մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց մենք խաղաղությունը պատկերացնում ենք այլ ձևով։ Արժանապատիվ։ Սակայն նրանք այն ձևով են պատկերացնում, որ դա այսպես քաղաքական ռեալիզմի տեսակետից ուղղակի հնարավոր չէ դրան հասնել։ Ոմանք հավատում են դրան միամտության բերումով, ոմանք էլ միտումնավոր են այդ դիրքորոշումը բերում հրապարակ եւ դնում շրջանառության մեջ միտում ունենալով խափանել խաղաղությունը։ Դուք ասացիք այդտեղ է թաղված շանգլուխը։ Իսկ դրա շանգլուխը, այդ շանգլուխը որտեղ է թաղված, տեղ ասելով ես շատ կոնկրետ տեղ նկատի ունեմ։ Այն է, ով է շահագրգռված, որպեսզի մենք ներսում չունենանք խաղաղություն եւ մեր շուրջը չունենանք խաղաղություն։ Սա եւս պետք է զանազանվի։ Եվ այո, անկախ Հայաստանը բազմից բախվել այս երկընտրանքներին եւ այնպես չէ, որ լավագույնս է այդ քննությունը բռնել։ Հիմա սխալների գինը շատ է մեծացել եւ այդ գինը մենք վճարել չենք կարող սխալվել։ Մենք այն է սխալվելու իրավունք չունենք ուղղակի։ Իսկ դա նշանակում է նաև ավելի բարձր պատասխանատվություն այն ամենի նկատմամբ, թե ինչ ես խոսում, ինչ ես անում, լինելով քաղաքականության մեջ։ Իսկ մենք տեսնում ենք այդ պատասխանատվությունը։ Ցավոք ոչ։ Կամ տեսնում ենք այսպես մի ստորաքարշ պատասխանատվություն այլ սուբյեկտների նկատմամբ,
որոնք ամենևին էլ մեր բարեկամները չեն։ Եվ նրանց խաղն է բերվում ներս։ Այդտեղ են իրենք պատասխանատու նրանց նկատմամբ, իսկ փաստորեն սա խափանարար գործունեությանը վերածվում մեր պետության ներսում, մեր պետության դեմ։ Դուք ամեն ինչին մոտենում եք որպես պետականամետ անձնավորություն, ցավոք այսօր այսպիսի վիճակ կա, որ շատ հաճախ պետականամետությունը համարվում է իշխանամետություն։ Դե դա ուղղակի պետության ընկալումների տարբերություն կա, այո, որովհետև պետությունը ես եմ տրամաբանությամբ։ Պետությունը ես եմ կամ պետությունն այն է, ինչ ես եմ ուզում, կամ պետությունն այն է, ինչ որտեղ ես իմ գործերն անում եմ այնպես, ոնց ուզում եմ։ Այդ թվում նաև ի հաշիվ ուրիշների։ Ժամանակ այդպիսի պետության կողմնակից են։ Իսկ երբ պետությունը կատարում է այն ֆունկցիաները, որտեղ հնարավորությունները հավասար են եւ միակ բանը, որը գերակայում է, դա օրենքն է։ Իսկ այդ մարդիկ էլ արտոնություններին սովոր լինելով, հա, էքսկլյուզիվ արտոնություններին սովոր լինելով, որը ընդունված է կոչել լափաման, հա, դրանց սովոր մարդիկ, այո, ընկնում են դիսկոմֆորտի մեջ։ Շատ լավ, թեթև հպանցին կանդրադառնանք նաև եկեղեցի իշխանություն այս բանավեճին, եթե բանավեճ կարելի ասել, սա հեչ էլ բանավեճի նման չի։ Սա բանավեճ չի, սա ճգնաժամ է։ Ճգնաժամ, ընդ որում բազմաշերտ, ճգնաժամ, որը կա եկեղեցում, ճգնաժամ, որը կա պետություն եկեղեցի հարաբերություններում։ Եվ կա լրջագույն բարոյական ճգնաժամ, որը համակել է ողջ եկեղեցին, ընդ որում սա տասնամյակներով չլուծված պրոբլեմ է, որը այսօր այսպես մեծ աղմուկով պայթում է եւ պետք է իր ինստիտուցիոնալ լուծումն այնուամենայնիվ ի վերջո ստանա եւ դրանով իսկ այո մեր պետությունը, մեր պետականությունը իր զարգացման ճանապարհին նոր շրջափուլ կթելակողի արդեն լուծած ունենալով այս խնդիրը։ Տեսեք, պետություններ կան, որոնք օրինակ այն հարցը, որը մենք լուծեցինք 1700 տարի առաջ, հա, ավելի ճիշտ 1600 տարի առաջ, չհարելով ոչ ուղղափառներին, ոչ կաթողիկներին, մեր ինքնուրույնությունը պահպանելու համար, մեր ինքնությունը պահպանելու համար նրանք լուծում են այսօր։ Ինքնության հարց են լուծում դրանով իսկ։ Օրինակը դրա Ուկրաինան է, որտեղ մոսկովյան պատրիարքարանն էր իշխում դարերով եւ նրանք վերջ դրեցին այդ իշխանությանը, ստեղծելով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, պետականորեն ստեղծելով դա եւ ուղղափառության ներքո հետախուզադիվերսիոն գործունեությամբ զբաղված այդ մոսկովյան այսպես կոչված հոգևորականությունը սկզբից դուրս դրեցին հասարակական կյանքից, հիմա ուղղակի վտարում են պետությունից եւ ճիշտ են անում։ Ընդ որում նաև իրենց շենքերից։ Այո,
որտեղ նրանք եկեղեցի դիտարկում էին շենք։ Այո, որովհետև այդտեղ էլ այո Ռուսաստանը դիտարկվում է որպես զավթիչ։ Մենք նաև այստեղ մի խնդիր ունենք։ Ռուսաստանի չարորակ ազդեցությունն է մեր եկեղեցու վերնախավի վրա։ Բոլոր առումներով, թե ռուսական պետության, թե ռուս այսպես կոչված ուղղափառ, այսպես կոչված եկեղեցու կողմից, որին դեռ մեր եկեղեցին ոչ միայն կոչում է քույր եկեղեցի, հա, որը ուղղակի այլասերություն է, հա, այլև մի բան էլ առաքելական եկեղեցու հետևորդներին հորդորում է հանգարց հայրիկ Կիրիլին սխալ բաներ չասել Մեհրիբան Ալիևային շքանշան տալու հետ կապված իսկ հաղորդագրությունն է։ Այո։ Այս այլանդակությանը պետք է վերջ տալ։ Չի կարելի եւ դա սրբապղծություն է, այլանդակություն է, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը մանկագող, մանկասպան, մանկապիղծ, հետախուզվող Կրեմլի տիրակալից շքանշան է ստանում եւ շնորհակալություն է հայտնում այդ մեծ պատվի համար։ Դա նշանակում է, որ նա այստեղ պատիվ ունենալ չի կարող։ Չի կարող ուղղակի։ Շատ լավ։ Քանի որ դուք ինքներդ մոտեցրեցիք իմ հաջորդ հարցը, հայ-ռուսական հարաբերություններ։ Ի վերջո այդ հարաբերությունների մեջ ձեր նշած այս բոլոր շերտերը տեղավորվում են։ Ոնց կարող են լինել հայ-ռուսական հարաբերություններ նորմալ, քաղաքակիրթ եւ ընդհանրապես կարող են լինել այդպիսի հարաբերություններ։ Տեսեք, այո պետք է լինեն հենց այդպիսին, սակայն դա այսպես որպես վերջնական տեսլական աչքի առաջ ունենալով մենք միևնույն ժամանակ չպետք է մոռանանք իրողությունները։ Ի վերջո հարաբերությունները չպիտի լինեն այնպիսին, որ վնասեն մեզ, սպառնալիք լինեն մեր ազգային անվտանգության։ Երբ որ Պուտինը նամակ է ուղարկում եվրոպական լիդերներին, ասելով, որ հետխորհրդային պետությունները հանգարց չպետքա մտնեն ՆԱՏՕ։ Հարց է առաջանում, դա մեր սուվերեն որոշումն է կամ կարող է լինել միայն եւ բացառապես մեր սուվերեն որոշումը, չէ՞։ Այո։ Ով է քեզ թույլ տվել անլվաքիթը մցնես մեր գործերի եւ մեր որոշումների դաշտ, տղա ջան։ Հայաստանի Հանրապետությունը սրան պաշտոնական այդ կոչին պաշտոնական պատասխան չի տվել։ Վերբալ պատասխան չի տվել։ Գուցե դիվանագիտական նկատառումներից ելնելով այդպես ավելի լավ է եւ ավելի կարեւոր են գործողությունները, այդ տրամաբանությունն էլ կա։ Ես այս պահին համոզված չեմ, որ վերբալ պատասխան չտալը 100%-անոց ճիշտ էր։ Չունեմ այդ համոզմունքը։ Բայց այնուամենայնիվ նաեւ կա այդ տրամաբանությունը, որը ես այս ժամանակաշրջանում չընդունելով, բայց այնուամենայնիվ հասկանում եմ, հայ-ռուսական հարաբերությունները վերածվել են մի չարորակ ուռուցքի Հայաստանի պետական եւ հասարակական օրգանիզմի մեջ եւ հրատապ եւ ինտենսիվ բուժման անհրաժեշտության առաջ են կանգնեցրել մեզ, որում հրատապ կարգով, որովհետեւ այդ հարաբերությունները բացի մեզ քամելուց, մեզ վնասելուց, մեզ արտաքին աշխարհի հետ մեր շահերից բխող կապերը հաստատելու խոչընդոտելուց, կաշկանդելուց, ընդ որում կաշկանդելով թե
որոշում ընդունողների կամքը, թե կաշկանդելով միտքը, վախեր գեներացնելով, այլև նաև այո, ունենալով այս ասիմետրիկ աննորմալ ներկայությունը Հայաստանում։ Պարոն Մեհրաբյան, ես ներողություն եմ խնդրում։ Ես միտքս ավարտեմ, այս ասիմետրիկ ներկայությունը Հայաստանում նաև այո մեծագույն սպառնալիք է մեր կայունությանը ներսում։ Ահա։ Կարճատև դադար է մեզ մոտ եւ մենք շարունակենք։ Կարճատև դադար։ Դուք ասացիք, պարոն Մեհրաբյան, ասիմետրիա, բայց այդ ասիմետրիան քանի եղել են հայ-ռուսական հարաբերությունները, եղել է այդ ասիմետրիան։ Այո։ Չէ, այնինչ ցարիզմից սկսած, տեսեք, այնինչ գալիս է պատմականորեն, դա փաստ է։ Այնինչ եղել է սովետի ժամանակ, դա էլ ի վերջո Հայաստանը եղել է զավթված, օկուպացված եւ անեքսիայի ենթարկված երկիր, դա եւս փաստ է, բայց դրանից հետո մեր անկախության ժամանակաշրջանում Հայաստանի առաջին իշխանությունը, ես սա մեղադրանք չեմ ասում, ուղղակի փաստն եմ արձանագրում, որովհետեւ այն ժամանակ շատ դժվար կլիներ այն իրողությունների մեջ այլ որոշում ակնկալելը, չնայած կարելի էր, բայց եւ այնպես։ Երկու ռազմավարական սխալ հենքի վրա է կառուցվել Հայաստանի քաղաքականությունը։ Առաջինն այն է, որ Ռուսաստանը անշրջելիորեն ժողովրդավարություն է եւ երկրորդը Ռուսաստանը անշրջելիորեն ոչ կայսրություն է այլևս։ Երկուսն էլ դուրս եկավ սխալ։ Ընդ որում այդ սխալը ի հայտ եկավ Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից ուղղակի 1 տարի անց 98 թվականին այդ պետական հեղաշրջումից մի տարի անց դարձավ բացարձակապես ակնհայտ մակերեսին, որ Ռուսաստանը ոչ միայն այլևս ժողովրդավարություն չէ, նաև Ռուսաստանը շատ էլ լավ կայսրություն է, նեոկայսրություն է եւ այդ 99-ի դրությամբ ամեն ինչը դեռ նոր է սկսվում։ Բուշի տոտիկները ուտելուց հետո ոտքի կանգնեց։ Հա, մի քիչ թշերը կարմրեցին եւ էլի այդ գիշատիչի բնազդները արթնացան։ Դրանից հետո արդեն տեղի ունեցավ մուտացիա քաղաքական թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Հայաստանում կրիմինալ դիկտատուրայի հաստատման ձևով, իսկ Ռուսաստանում արդեն ուղղակի ֆաշիստական ռեժիմ էր ձևավորվում, որի գագաթնակետը արդեն 22 թվականի փետրվարի 24-ն էր։ Ուկրաինայի դեմ հարձակումը։ Որովհետև տեղի ունեցավ մի բան, որը Եվրոպայում վերջին անգամ տեղի էր ունեցել Ադոլֆ Հիտլերի ժամանակ։ Ընդ որում զարմանալիորեն պաշտոնական Մոսկվայի ճառերը մեկին մեկ համընկնում են հա նացիստական Գերմանիայի առաջնորդների ճառերի գերմանացիներին ճնշում է 38-39 թվականների ճառերը, հիշեք։ Այո, այո։ Բաց մամուլում կա եւ համեմատեք գերմանացիները ճնշվում են, չեն կարողանում խոսալ մայրենի լեզվով։ Այո։ Եվ Հիտլերն էլ ինչ էր ասում, որ ինքը խաղաղության է ցկտում։ Իր ճառը սեպտեմբերի 1-ից առաջ։ Ահա եւ ողջ ինչպես ասում են համայնապատկերը, որը բացվել է մեր առաջ եւ որի հետ մենք գործ ունենք եւ պետք է ունենանք, գալով էլի եկեղեցու, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ բնականon հարաբերություններից խոսել, երբ Ռուսաստանը
մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում եւ Հայաստանի թիվ 2 պաշտոնյան այդ մասին բաց հայտարարություն է անում եւ դա չի հերքվում, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշում։ Դե ինչ հարաբերությունների մասին պետք է խոսենք։ Դրանք հարաբերություններ են ուղղված նրան, որպեսզի մենք չեզոքացնենք այո ռուսական սպառնալիք, ռուսական վտանգը։ Դիմագրավենք այդ հիբրիդային պատերազմին, ամենայն դեպս թույլ չտանք, որ Հայաստանի ներսում Ռուսաստանը ունենա այդ շոշափուկները, որոնք կծառայեցնի կամ կգործիքավորի իր հիբրիդային պատերազմում, եւ ցավոք սրտի այդ շոշափուկները բացի այսպես կոչված կուսակցություններից, իրենց այսպես կոչված քաղաքական գործիչներով, այսպես կոչված մամուլից բացի նաև այո բուն են դրել նաև եկեղեցու մեջ, հանձինս բարձրաստիճան եկեղեցականների։ Այո, որոնց բարեվարկությունը խնդրահարույց հնարավորություն է տվել ռուսական հատուկ ծառայություններին ըստ ամենայնի իրենց հավաքագրել եւ ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ։ Երբ վարչապետը խոսում է այն մասին, որ այդ բարեվարկության հետ կապված պետությունը Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ դեր ունենա։ Եվ ասում է, որ սա ազգային անվտանգության հարց է, այնպես դրա մասին է խոսքը։ Ոմանց համար գուցե սրանք իրար հետ չեն կապվում, բայց ահա թե ինչպես են կապվում, եւ մենք ունենք այս պատկերը։ Բացի դրանից էլ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի խորշում եւ չի խորշելու որևէ մեթոդով իր նպատակին հասնելու ճանապարհին այսպես նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով, այդ թվում նաեւ ահաբեկչություն։ Եվ մենք վերջերս էլ հենց լրատվականներից մեկի եթերում մի փեդի գլուխ դաշնակ հոկտեմբերի 27-ը համարում էր օրդկում, որ մի հատ էլ կլինի, մի հատ էլ նոյեմբերի 9-ի նման կլինի եւ քշիկ տանի ինքն էր ասում։ Տեսեք, Հայաստանում բազմաթիվ են մարդիկ, ովքեր այս խնդիրները հասկանում են, բայց սա մարդկանց հասկանալը դեռ բավարար չէ, այստեղ ինստիտուցիոնալ ընկալումներ են պետք եւ գործողություններ ուղղված նման գործունեությունը բնում խեղտելու համար եւ նման փեդի գլուխներին վզից բռնած իրենց տեղը ցույց տալու եւ նստացնելու համար համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, որտեղ էլ օրենսդրությունը չի բավարարում, ապա ընդունեք օրենսդրություն եւ էլի վզից բռնեք եւ նստացրեք, որովհետեւ եթե դուք դա չեք անում, նշանակում է մենք բոլորս վտանգի տակ ենք։ Շատ լավ, վտանգի մասին խոսեցիք, ըստ ձեզ պատերազմի վտանգը կամ ադրբեջանական ագրեսիայի վտանգը որքանով է հավանական, որտեղ վերջերս նաև անդադ խոսք է գնում դրա մասին։ Տեսեք, քանի չկա խաղաղության պայմանագիր, մենք կարող ենք պնդել, որ այդ վտանգը կա։ Մանավանդ մենք Իսկ Ալիևը անդադ ձգելու է այդ։ Մանավանդ մենք տեսնում ենք, որ այո, Ալիևը ձգվում է, չի ուզում ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է, այնուամենայնիվ համաձայնեցումն էլ մենք տեսանք, ինչ տհաճ անակնկալ էր Ադրբեջանի համար։ Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բեմականացնում է այսպես անկայունություն, որում դա արվում է ռուսների հետ կոորդինացված,
ընդ որում հիմա դասավորությունն այնպիսին է իրերի դասավորությունը, որ նույնիսկ փոքրամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի համար, այսպես ասենք, անընդունելի քաղաքական գին է պարունակում։ Գոնե այս պահի դրությամբ այդպես է։ Վաղը ինչպես կլինի, ով գիտի։ Բայց Ադրբեջանում տրամաբանությունը շատ պարզ է։ Ադրբեջանի համար կա 3 արգումենտ, թե ինչու նա չպետք է ստորագրի խաղաղության պայմանագիր։ Առաջինն այն է, որ նա ունի եռակի ուժային առավելություն Հայաստանի նկատմամբ։ Եվ նա ուզում է, որ այդ իր եռակի առավելությունը միշտ որպես սպառնալիք ճոճի Հայաստանի գլխավերևում զիջումներ փոկելու։ Զիջումներ փոկելու կամ վախեցած պահելու համար, կամ իր գործողություններում կաշկանդված պահելու համար։ Երկրորդը չէ, եւ եթե կնքի խաղաղության պայմանագիր, ապա կզրկվի այդ գործիքից։ Ուզում ես 10 անգամ առավելություն ունեցի, հա, բայց մենք ունենք պայմանագիր, դու էլ քո առավելությունը։ Դու առերեսվիր ժողովրդի հետ արդեն։ Այդ ժամանակ գալիս ենք դրան։ Երկրորդը ի վերջո այդ խաղաղության պայմանագրից հետո պետք է բացվեն սահմանները։ Դա իսկ ներկայիս իրերի դրությունն էլ այնպիսին է, որ Ադրբեջանն է մեզ շրջափակել, այլ ոչ թե մենք Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանն էլ ասում է, իմ օգուտը որն է, որ ես ապա շրջափակեմ։ Երբ մանավանդ ես հավելյալ զիջումներ էլ կուզենայի ստանալ, իսկ դուք չեք համաձայնվում։ Սկսվում է տեղ առևտուր անել։ Չէ, ինձ սենց էլ է լավ։ Սա երկրորդ փաստարկը։ Եվ երրորդը Ալիևի ռեժիմը ավտորիտար ռեժիմ է այնպիսին, ինչպիսին Պուտինինն է, հա, նավթապետություն, ավտորիտար նավթապետություն, կլեպտոկրատիա։ Այդպիսի ռեժիմների համար, այդ ռեժիմի կոնստրուկցիայի համար ցեմենտը դա թշնամու կերպարն է։ Եթե կնքվում է խաղաղության պայմանագիրը, ուրեմն մնում է երկու բան, կամ նոր թշնամու կերպար, կամ էլ մնալ առանց թշնամու կերպարի։ Իրանց համար դժվար է թշնամի գտնելը։ Չէ, ինչի համար, որովհետև բնակչությունը հարց կտա։ Օրինակ ասեն, լավ, ոնց է ստացվում, որ մենք նավթ ունենք, Հայաստանը չէ։ Ադրբեջանում կենսամակարդակը միջին վիճակագրական քաղաքացու ավելի ցածր է, քան Հայաստանում։ Դա պատասխան է։ Երկրորդը երկրից այսքան գոհացել հանելս երկրից դուրս։ Չէ՞։ Ուրա փողը։ Այսքան նավթ ենք հանում, նավթ ենք ծախում միլիարդներ։ Ուրա փողը, Իլհամ։ Իլհամն ունի այդ պատասխանը, իհարկե չունի։ Եվ չել ունենա, եւ որպեսզի այդ հարցերը չտան, ասես լավ է։ Սա մենք մոտիվացիա ենք, մոտիվատոր ենք։ Տասնյակներով ձևավորված կոմֆորտի գոտի է, որից նա ռեզոն չունի դուրս գալու, մինչև նրան չստիպեն։ Իսկ ստիպել կարող է իրերի նոր դասավորությունը տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում տարածաշրջանում մեր անելիքը շատ պարզ է։ Մենք պետք է ռուս-ադրբեջանական գործակցությունը դեմոտիվացնենք, Ռուսաստանի մասնակցությունն ընդհանրապես մեր ներսում եւ մեր տարածաշրջանում հասցնելով մինիմումի։ Եվ երկրորդը մեծացնենք արևմուտքի ներկայությունը մեր տարածաշրջանում, խորացնենք մեր հարաբերություններն արևմուտքի հետ եւ բոլոր այն սուբյեկտների հետ, ում հետ մենք արդեն ֆիքսել ենք նպատակների, շահերի եւ արժեքների ընդհանրություն, ինչը մենք դրանցից եւ ոչ մեկը չունենք Ռուսաստանի հետ։ Սա է իրականություն։ Եվ վերջում մենք ունենք 1 րոպե ժամանակ, ինչպես կբնութագրեք Թրամփ-Պուտին այս վերջի հեռուստազրույցը։ Որպես շատ վատ գաղափար ընդհանրապես, որպես այդպիսի, որովհետև հաշված ժամեր անց դա պարզ դարձավ, որ դա այո լավ գաղափար չէ։ Ռուսաստանին ներքաշելը
այս Իրանի հետ բանակցային գործընթացին Եվ ինչ կապ ունի որևէ այդպես։ դերակատարում տալը Ռուսաստանին, որ Ռուսաստանն ինքը շահագրգռված չէ, որ Իրանն ու Միացյալ Նահանգները իրար հետ գան ընդհանուր հայտարարի, դա ես չեմ պատկերացնում, այդ ինչ էր։ Դրա համար ինչ որ ջնջեցին, դրեցին Վաշինգտոնում լրջագույն ընդվզում կա դրա հետ կապված, Եվրոպայում լրջագույն ընդվզում կա դրա հետ կապված, մենք դեռ բավականին ակտիվ պրոցեսների ականատեսը կլինենք առաջիկայում։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրներ հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանը։ Ամենայն բարիք ձեզ։